որպես հաղորդություն։ Այսօր փակ են տալիս ասում, որ վերստին այս շնորհին է արժանացվել ինձ։ Ձեզ հետ միասին աղոթքի կանգնելու այսօր տաճարի ներքո։ Եվ մեր մաղթանքները ձեզ համար առաստաղ բարձրացնի, որպեսզի Տիրոջ օգնությունը հեռուի ձեր կյանքից եւ դուք ապրեք երջանիկ, միշտ փառաբանական աղոթքը ձեր սուրբերի վրա արտերում։ Թող Տերը օգնական ու պահապան լինի ամենին, ձեր կյանքի ողջ ընթացքում։ Եվ եթե ձեր կյանքում կլինեն դժվարություններ, արտեր ունեցած ձեր հավատքի զորության և սիրո ուժով դուք հաղթարեք այդ դժվարությունները։ Եվ ուրախությունն ու բերկրանքը դեսվի ձեր կյանքից ներս և ուղեկից լինի ձեզ ողջ ժամանակներում։ Այս նվիրական օրվա առիթով մենք քաղցր մի պարտականություն ունենք, որ ցանկանում ենք կատարել։ Ուզում ենք ի գնահատություն Գրիգոր Սրբազանի արժանավոր գնահատելի վաստակի, որը մենք տեսանք այս օրերին, նրա կուրս կզարդարել եպիսկոպոսական պանակերով, որպեսզի այդ գնահատանքով զորացած Սրբազանը առավել խանդավառ շարունակի իր հոգևոր Ֆրանսիայի ներհավատացողների համար և նորանոր ձեռքբերումներով պայծառացնի և շնացնի Ֆրանսիայի հայոց կյանքը։ Տերը ողորմի նաև իրեն աջակից բոլոր հոգևորական սպասավորներին, ներկայացուցիչներին, ինչպես նաև եկեղեցական վարչական բոլոր անդամներին։ Սիրով հրավիրում եմ Սրբազան հորը մոտենալ մեզ։ Սաղաչ Եսու կստեն, զիզոլակ պրգենսես մեծինեղած և Եսուս է շորի ողորմության գյուրով, ամենաչարտերացվածեն բեցորի ողորմյան։ Պահպանիչ և դուս սարանացելով Քրիստոսած պատմեր, պահյա, պահպանյա և որդնյա, զազգս հայոց, ձեգերեցիս Հայաստանի հայց, երկիրս Հայաստան և Ֆրանսա և եղբայրությունս ժողովրդյան սոցիալ։ Ընթովանյալ սուրբ և պատվական հաշիվության, պահյա, պահպանյա և որդնյատեր, և ըսթելս հայոց Ֆրանսայի, և ըսբանապաշ զավակումս, թեմիս ասվի, այև սպասավորս, ընթովանյալ սուրբ և պատվական հաշիվության, հրկյա, ազատյա, հերևելի և աներևելի չտամյաց, արժանավոր յար գողության կարավորել, ըսկեզ ընթոր և ընծրկով կույր այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Որդնյա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։
Amen. Սիրելի հավատացյալներ, եղբայրներ եւ քույրեր, ուրախություն մեծ լսեցիք, ներկա գտնվեցիք ամենայն հայոց Գարեգին երկրորդ վեհապար հայրապետի խոսքին, օրհնությանը, որը տեղի ունեցավ Մարսելի Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցում։ Լսեցիք, թե ինչ մտահոգությամբ էր վեհապար հայրապետը Հայաստանից եկել այստեղ աղոթք առաքելու համար, ամբողջ հայերի համար, աղոթք առաքելու բոլոր նրանց համար, ովքեր մոռացած, թե ինչ է նշանակում Հայաստան, ինչ է նշանակում հայ ժողովուրդ, ինչ է նշանակում Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցի, իրենց սրտերը, մտքերը ողողած ազգասիրությամբ, հայրենասիրությամբ, եկեղեցասիրությամբ եկան, որպեսզի ունգնդիրը լինեն հայոց հայրապետի եւ աղոթեն բոլոր այն անձանց եւ այն պահերի համար, երբ անարդարությունը որպես մռայլ կերպար մուտք է գործում հայ ժողովրդի ազգային եւ եկեղեցական կյանքից ներս, ամեն